խնդիրները եւ այս համակարգերը փոխկապակցված են, բարի կրճան։ Եկեք դնենք այդ փի խնդիր։ Չվախենանք այդ խնդիրներից, ինչի վախենանք։ Ինչի վախենանք, որ հեռախոսով չի կարելի խոսել եւ վերջ։ Հələ մի երկու հատ լավ խփեն գրպանի դենը խոսեն թե չէ, այ ուրիշ բան մեր տեսանկարող համակարգը թույլ տալիս է որպեսզի արձանագրենք։ Չէ, վերիկանենք։ Ճիշտ ես ասում։ Ինչ մարդու իրավունք, կյանքից ավելի բարձր իրավունք կա։ Չէ, բարեկը կարող է հիմա նկատի, հետո չնկատի, բայց բանել այդ նկատելու եւ արձանագրելու համակարգը, պարոն Տրոսյան, ես ճիշտ հասկացեք, ինչ եմ ուզում ասեմ, ես եկեք այս նախաձեռնությունը, որ մեր գործընկերները բերել են, հարստացնենք առաջին երկրորդ ընթերցում։ Շատ կողմ ենք երկրորդ ընթերցման ժամանակ, բայց պատրաստ եղեք, որ շատ լուրջ առաջարկներ կարող է լինել, եւ դա մենք պետք է քննարկենք։ Պարոն Ալեքսանյանի հարակից զեկույցով էլ հանդես գա, ես կարծում եմ, որ այո, խնդիր ունենք, խնդիրը պիտի լուծենք։ Այս մակարդակի թե ավելի խորքային լուծումներ պետք է տանք, նաև միջազգային փորձի լուրջ ուսումնասիրման արդյունքում։ Ինչու բոլորս գնում են գործուղումներ, տարեկան մի անգամ, երկու անգամ, տեսնում ենք, ոչ մի վթար չենք տեսնում։ Պարոն Օքսյան, դուք վթար տեսել եք մեր համատեղ գործուղումների ժամանակ։ Չէ, դուք Հայաստանում եք տեսել։ Դուք ահա չենք տեսնում, ինչի չկա, շուտ են տանում վթարի բաները, թե պարզապես չկա, որովհետև հեռախոսով չի կարելի խոսել, պամադա չի կարելի քսել։ Կատակ եմ անում, բայց դա այդպես է։ Չի կարելի անել բաներ, երբ որ դու ղեկին ես, ուշադրությունը պետք է չշեղվի։ Ցանկացած շեղված ուշադրություն վարկյան է տևում։ Ինչ որ արագության ժամանակ դա արդեն կյանք է։ Եկեք այս խնդիրները դնենք այս առաջարկների մեջ, առաջինից երկրորդ ընթերցում, պարոն Խաչատրյան, ես կարծում եմ, մենք ունենանք բավականին լավ արդյունք։ Սա վերածվեց ելույթի, բայց ելույթի մեջ հարցադրում կար, եթե հարցերը առանձնացնեք եւ պատասխանեք, ես ուրախ կլինեմ, շնորհակալ եմ։ Պատասխան։ Պարոն Քոչարյան, միայն վարչական ներգործության միջոցներ խստացնելու մենք որևէ արդյունքի չենք հասնելու։ Հիմա դուք ասում եք հեռախոս։ Հիմա ես ձեզ ասում եմ, հեռախոսը այս պայդրությամբ 1000 դրամ, 10000 դրամ տուգանք է եւ մեկ բալը դարձել ենք 1.5, այսինքն 50%-ով խստացել ենք բալային համակարգը այս մարդկանց նկատմամբ։ Եթե ասեցիք 10000 վիճակագրություններ ներկայացրեք։ Քանի հոգի է 10000 դրամ տուգանք։ Կարծում հարյուրավոր հազարներով կլինեն, այո։ Բայց նախաձեռնություններ պետք է ասենք։ Հիմա տեսեք, պարոն Քոչարյան, երբ որ մենք ասում ենք երթևեկության անվտանգություն, ով է մեղավոր, բոլորս պատկերացնում ենք մի հոգու վարորդին։ Վարորդն է մեղավոր։ Երկրորդ ով է մեղավոր, Պարեկն է մեղավոր։ Իրականում ճանապարհային երթևեկության անվտանգությունը վարորդի դերակատարությունը մեծ է, բայց վարորդով չի պայմանավորված ամբողջը, ոչ էլ Պարեկով։ Տեսեք, երթևեկության մասնակիցները ովքեր են, վարորդ, ուղևոր, հետիոտը։ Մենք վարորդ դառնալու համար պահանջում ենք գիտելիք, քննություններ, տեսական, գործնական, բավականին լուրջ process-ի մեջով անցնող որ վարորդ դառնա։ Ուղևորից ինչ ենք պահանջում։ Ոչ մի բան։ Հետիոտից ինչ ենք պահանջում։ Ոչ մի բան։ Հետիոտը ուղևորը նույն ձևի պարտականություններ ունի օրենքով ամրագրած ինքը ոնց պիտի երթևեկության մեջ մասնակցի եւ ինչ պետք է անի, ինչը չի կարելի անի, ինչ որ վարորդը։ Նրանը կարող է երկու կետ ավել է, քան նրանը։ Բայց տեսեք, ով է ուսուցանում մեր հետիոտներին, ով է ուսուցանում մեր ուղևորներին։ Մանկապարտեզից պետք է սկսվի, դպրոցից սկսվի։ Արդեն քանի տարի է, երևի տասնյակ տարիներ ասում ենք, որ երթևեկության կանոնները պետք է լինեն պարտադիր առարկա դպրոցներում։ Այդ առարկայի իմացությունը ուղղակի ազդեցություն անելու մարդու կյանքի ու անվտանգության վրա։ Այո, ես համաձայն եմ օրենքով ֆիքսով, ճանապարհային երթևեկության կանոնները դպրոցից, մանկապարտեզից սովորացնելը այդ մարդկանց անվտանգության մակարդակը բարձրացնում է անգամներով։ Մյուս վաղ այդ մարդը դառնում է ուղևոր, վաղը դառնում է վարորդ, վաղը դառնում է հետիոտն եւ նա եթե գիտիկ երթևեկության կանոնները, արդեն մշակույթ է փոխվում ամբողջ երկրում։ Հիմա ասես բռնենք հեռախոսը բերեք սարքենք 500,000, բան չի փոխվելու։ Մեր վիճակագրության վրա զոհերի, բան չի փոխվել։ Պարոն Քոչարյան արել են, գիտեմ։ Մենք արագությունը սարքել ենք 500,000 դրամ։ 500,000 դրամ ենք ունեցել։ Ոչ, արագությանը։ Դե հիմա դուք ասում եք հեռախոս, ես էլ ասում արագությունն է մայրի պատճառը, 63%։ 500,000 քանի է դա։
Քանի հատ ուզում ալի մարդիկ գիտեին 500,000, բայց էլի գերազանցում էին, էլի գնում էին։ Հիմա մենք որ ամեն ինչի համար մահապատիժեր սահմանենք, շատ քիչ բան է ազդելու։ Համակարգային փոփոխություններ պետք է արվի։ Մենակ վարչական ներգործության միջոցներով չի։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, մահապատիժ իհարկե չենք սահմանի, բայց համակարգային լուծումներ պետք է առաջարկենք։ Նայեք, հիմա դուք ասում եք, չգիտեք թիվ, ես հիմա խնդրեցի եւ թիվը ստացա։ Հեռախոսով խոսացել են Տուգանբել են 32,100 մարդ, 10,000 դրամ։ Շատ փոքր թիվ է, որոնց սրանք պարեկների կողմից արձանագրվածն են։ Պարոն Խաչատրյան, կներեք, մեր վերջի փոփոխություններով էլ ավելի քիչ։ Ես օգնականի հետ, եթե մեքենայով դուրս եմ գալի, աչ եմ նայում հեռախոսով խոսում են, տաքսիստը լինի, աղջիկ լինի, բոլորը խոսում են, ինչ են խոսում։ Լավ, դիապայման մեքենայի մեջից խոսակ։ Գրեցեք ուրիշն է խոսացեք։ Դրամ էլ ոչ մեկ բան չի անում։ Հա, լավ ինչ է։ Իհարկե պետք է դնել, այդ պահանջել։ Հիմա տեսեք, ես այս թիվը ասում եմ ձեզ 32,100։ Հիմա երբ որ կառավարության ներկայացուցիչ խոսի, ես ավելի այլ հարցադրումներ կան։ Էլի պարոն Քոչարյան, այդ մեր վերջի փոփոխություններով այդ թվերը հիշում եք 60% ենք մուծում, 10,000 չեն մուծում ոչ մեկ։ Նույնիսկ արագությունները, կայանատեղի, այսինքն սխալ տեղ կայանել է 2,500 դրամ է։ Իմ ասածը հենց դրա մասին էր։ Նաև սա լավ առիթ է հանդիսանում, որպեսզի ավելի խորացնենք, էլեմենտներ ավելացնենք, սկսած վարորդական վկայական ստանալուց։ Իհարկե այսօր ավելի խստացված է, բայց ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այդ խստացումները խնդիր չեն լուծում ըստ էության։ Էլի գտնվում են մարդիկ տալիս են, բայց խստացման հիմքում այդ բարձր բալեր ունեցող երկրներում նաև դասընթացներ վկայականը կորցնելու մեծ ռիսկ առաջանում, երբ որ ինքը ինչ որ խախտում անում այն խախտումների շարքից, որը որ բալել է իջացնում, բայց ստիպում է նաև գրանք քննություն հանձնել։ Ստիպում է, պարտադրում է, եթե չանձնես, արդեն չունես այդ վկայականը։ Իսկ վկայական ստանալը շատ բարդ խնդիր է։ Մեր մոտ 3,000 դրամ։ Լավ, հասկանալի է։ Պարոն Խաչատրյան, ես իմ ասածը հետևյալն էր, որ սրանով հանդերձ դուք մի նեղվեք, որ ասում եք խստացում են։ Դեք հիմա ասում եք ինչքան լավ վարորդ ունենք, 2 բալա, խրախուսենք, ծաղիկներ նվիրենք, բան անենք, ինչ-ինչ է նշանակում խրախուսենք։ Շատ անենք, մցրեք առաջարկի մեջ, փաթեթի մեջ մցրեք, խրախուսենք, պարոն Թորոսյանի նկարը խփենք ամեն խաչմերուկին, մեր Արսենը, խփում ենք եւ վերջ։ Ուզում եմ ասեմ, պարոն Թորոսյան, իհարկե խրախուսելը դա այնա, որ ինքը խախտում չի անում, ինչ խրախուսել։ Ճիշտ մարդը պետք է խախտում չանես, որպեսզի շատ լավ։ Հիմա ես կարծում եմ, որ մենք իրար հասկացանք այն առումով, որ մենք այս ձեր առաջարկը հարստացնենք։ Մի դիմադրեք, բերեք հարստացնենք, խնդիր ենք լուծելու, պարոն Մկրտչյան, դուք չեք դիմադրում, դա ճիշտ է, պետք է անենք ավելի